Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը լավ է հետևորդներ ջան, արդեն վերադարձել եմ Մարտաշատից, եկել եմ Ստեփանավան և հետս բերել եմ լիքը բերք ու բարիքներ և հիմա բոլորը դրանք պետք է սարքենք, մշակենք, տեղավորենք, որպեսզի չխճանա, որոշում ենք ոնց անենք, ինչ անենք, առաջինը ինչից սկսենք, ինչից վերջացնենք և որոշեցինք ես ու կիսուրս, որ սկսենք դեղցից, դեղցի կամպոտ կանի կիսուրս, բանը հանկաներն ա լվանում, հազրում ա, ես էլ ասեցի ինչ կանեմ, ես էլ դեղցի չիրը կպատրաստեմ, տեսեք թե ինչ տեսակի դեղց եմ բերել հետս Արտաշատից, մի հատ խնդրում եմ մեծությունը նայեք, թե ինչ մեծ լավ դեղց է, շատ հավեսին, պատկերացնում եք ես մեծ դեղցից ինչ լավ չիր ենք ստանալու, հիմա հեսա կսկսեմ ջոկել, որը կջոկենք ջրի համար, որն էլ կջոկենք կամպոտի համար, քանի բան կա կամպոտի ունենք, քանի? 9 հատ, 9 հատ պետք է անենք կամպոտ, մնացածներ չիր կանենք, մի քիչ էլ կթողենք ուտելու, պատրաստենք, այսպես, հիմա սկսենք արդեն ջոկել, հիմա մեծ ու փոքր անեմ, հետո տեսնենք ոնց ենք անում, հիմա սկսեմ դեղցը ջոկել չրի համար, այդ չրի համար պետք է ունենաք այայցերի խոշոր դեղցը, տևորդներ ջան, ճիշտ է մանրով է կլինի հարցը խոշորի ու մանրի մասին չի խոսքը, բայց խոշորի դեպքում ինչ ա լինում, երբ որ դու ունենում ես մսալիս այդ ինքը հաստ ավելի լավ, չիր ինչքան չորանում ա, այնքան իր տեսքը պահպանում ա, իսկ բարակ դեղցը դա կարա չորանա և ինքը լինի շատ բարակ ու լավը չլինի, դա է ընդամենը, դրա համար է մենք միշտ չրի համար նախընտրում ենք վերցնել այայցերի խոշոր դեղցեր, ապա տեսեք թե ինչ առողջ, ինչ խոշոր դեղցեր ա, ու մի քիչ խակոտն ենք ընտրում հետևորդներ ջան, ճիշտ է կիր ենք դնելու, ամրանալու է, բայց մաքրելու ընթացքում, որ ուզում ես կտրես ես փափուկս խվում ամի տեսակ լավ չի լինում, դրա համար երբ որ գնում եք չրի համար նախատեսված, ապա անպայման վերցրեք պինդ դեղց ենք վերցնում և հետևորդներ ջան մի բան էլ ասեմ, ուրեմն նախորդ անգամ որ սեխի չիրը պատրաստել էի, ես ինչ չիր որ պատրաստում եմ, նախ առաջինը իմ տան համար եմ պատրաստում, մեծամասնությունը մենք շատ օգտագործում ենք, այդ մեկ, երկրորդն էլ բանը նշում են վայ կրաջրին ոնց տես շլանգով լվացիք, իսկ հետևորդներ ջան ես կարամ խոսք օրինակի մենակ կես ժամ իմ լվալը ձեզ ցույց տամ, դա ժամանակի հետ կապված է, ես ուղղակի այդ բան ցույց եմ տալիս, որ կրաջրից հանում ենք, լվանում ենք, հետո նոր քգորթի ծուխ ենք տալի, ճիշտ է, իսկ ես չեմ կարող կես ժամ ձեզ լվանալու պրոցեսը հեռախոսով ցույց տամ, թե չէ երբ որ ես անջատում եմ տեսախցիկը, ապա անպայման սկսում եմ իրան նորից լավ տեղին լվանալ, ես վիդեոյի ընթացքում էլ եմ ասում, որ կրից անելուց հետո շատ լավ լվանում ես նամանավանդ հոսող ջրի տակ, այնպես որ երբ որ ես ցույց եմ տալի, որ բանը դա նշանակում է, որ դրանից հետո պետք է լվացվի հոսող ջրի տակ, բայց ոչ չի նշանակում, որ ես այդ 2 րոպեն լվացի, ես չեմ կարող, կես ժամ մենակ դա լվանալ, դուք պատկերացնում եք իմ վիդեոն ինչքան կլինի, մի հատ չիրը 2 ժամ, իսկ ով կնստի 2 ժամ նայի պրոցեսը կամ նայի թե ես կես ժամ ոնց եմ լվանում, դա չի նշանակում, որ ես չեմ լվանում կամ վատ եմ լվանում կամ եթե իմ տան համար լիներ տենց չի անի, բնականաբար ես իմ տան համար եմ անում, առաջինը ես եմ ուտում, իմ երեխաներն են ուտում, իմ ընտանիքի անդամներն են ուտում, հետո նոր կարող ա մի քիչ վաճառը, այսինքն ես կրից հանում եմ ու անում եմ, չի կարա նման բան լինի հետևորդներ ջան, խնդրում եմ սխալ մեկնաբանություններ մի արեք, այսպես ջոկել լտենում, ինչքան, որ կոնը մի ապարատի լինի,
Հիմա այս դեղցի process-ն էլ, որ անում եմ, ցույց եմ տալու էլի կարճ լվանալը հետևորդներ ջան։ Հանելու եմ կրաջրից, պահելու եմ հոսող ջրի տակ եւ անջատելու եմ տեսախցիկը։ Դա չի նշանակում, որ դուք էլ այդքան պետք է լվանաք։ Դուք լվացեք։ Անջատելուց հետո ես մոտ մի կես ժամ էլ դեռ տեղափոխում, լվանում, մաքրում եմ։ Կարմիրեն էս գույն տիտալով։ Ես չեմ կարող էլի կեղտոտ ձևով պատրաստել, դա չի կարա նման բան լինի։ Ես ճիր եմ պատրաստում արդեն երևի մի 10-15 տարի է որ պատրաստում եմ։ Իսկ ես կարող եմ կրաջրից անել, իսկ բա մյուս մարդիկ ինչ կապ ունի, եթե մարդիկ առնում են նշանակում է վատ ձևով պետք է անել եւ տալ հաճախորդին, ոչ, ես արագ սննդի կետել ունեմ։ Կարող է այնտեղ մենք անում ենք վատը տանը լավը, ոչ բոլորը, իսկ վերաբերվում է մեր հաճախորդներին, մենք ավելի սպառողներին, ավելի պատասխանատու ձևով ենք մոտենում։ Չկա նման բան, այնպես որ հանեք կրաջրից, լվացեք, շատ լվացեք, մոտավորապես մի 20 րոպե, այսպես հոսող ջուրը շատ կարևոր է, հոսող ջրի տակ լավ լվացեք, նոր անցեք առաջ։ Հեսա նույն ձևով պատրաստում ենք դեղցի ճիրը, բայց ես շատ եմ սիրում դեղցի ճիր պատրաստելը, բաբշը դեղցը կամպոտին է, բայց ինչ ձևով է։ Որը կլի, դու որը բանսում է կարմիրը Փափուկներ են, փափուկները ընտրենք բանի, փափուկն ու մի քիչ մանրոտը ընտրենք կամպոտի, չի խանգարի։ Կանաչ ամուրները տնեմ իշ չրի համար։ Ինքը շատ առողջ լավ դեղցավ, ուղղակի փափուկ մեծ ու փոքր ենք անում։ Տեսեք, լավն է, շատ հավեսին են։ Կրաջուր կարակ դնեք, եթե կիր չունեք, սոդայաջուր կարակ դնեք, հետևորդներ ջան, ոչ մի խնդիր։ Սոդան էլի նույն էֆեկտն է տալի, ու չեմ ասին նույն, կիրը ավելի ինքը լավ է նման բաների համար, քան սոդան, սոդան էլ ինքը ամրացնող հատկություն ունի, բայց դե ավելի լավ է կիր դնեք, իսկ եթե չունեք, հոգ չի, կարակ բան անեք, սոդայաջրով անեք, էլի նույն տեսակի ճիր է ունենում։ Այսքանը հերիք է երևի էլի ջրի համար, որ մի հատ եթե կամպոտ կանենք, կարանք մի քիչ անենք մուրաբայա նման, եթե բանը դի, եթե լավ կամպոտ անենք, դուլակ չինը վեր, այդ կանաչներ հերիք է էլի, այսքան ջրի ահագին կլնի էլի, որ մի պարտիամ կարենամ չորացնեմ։ Այս կարմիրն ես կամպոտ կանեմ, այդ դրանքեր բացերը կարելի է Всё, լավիվ սորտավորեցինք, հերիքա։ Չէ, փափուկ։ Սրանք արդեն փափուկոտ են, հերիքա, այսքանը անենք ճիր։ Տեսեք, թե ինչքան ընտրեցի, արդեն հետևորդներ ջան, ինչքան շատ է։ Բավականին մեծ քանակությամբ ճիր կլինի։ Մնացեք իմ ալիքում եւ ձեզ սպասում է ավելի ու ավելի հետաքրքիր բաներ, հետևորդներ ջան, ավելի լավ բաղադրատոմսեր, ավելի լավ ջրային տարբերակներ, տարբեր ջրերի եւ այս տարի որոշել եմ համ լոլիկի ճիր եմ պատրաստելու, համ գազարի ճիր եմ պատրաստելու, նրանք էլ շատ հետաքրքիր պատրաստման process ունեն, անպայման դա էլ եմ նկարահանելու եւ դուք բոլորդ էլ տեսեք, արեք, թող լինի, թող բոլորդ էլ ունենաք։ Օրինակ դեղցի ջրի իմ ամենաչսիրած process-ը, հետևորդներ ջան, դա դեղցի կլպելն է։ Քիչ որ Ոյ, հենքան էլ ամուր է, ուժա պետք, պարապած մարդա պետք, հետևորդներ ջան, տեսեք սա ուրի սորտի է, ինքը մեջը դեղին է, կայն կարմիր, երկու սորտի դեղց է, խառը, նվեր ենք ստացել, հետևորդներ ջան, ստացել ենք, մեր Հարութն ու Նազն են նվիրել մեզ, ունեն լիքը դեղցի այգիներ, լիքը, որը գտնվում է Նարեկ գյուղում, ովքեր որ մոտիկ տեղերից են բան եւ ուզում են ցանկանում են դեղց գնել,
ապա կարող եք կապնվել ինձ հետ եւ ես հեռախոսահամար կտրամադրեմ, կարող եք զանգահարել եւ ձեզ կտրամադրեն այս հրաշք դեղցերից։ Այո, հրաշք է, որովհետեւ իսկական ջրի կամպոտի համար շատ լավն է։ Հիշում ենք, չէ՞, որ 2 ժամ էլ գիր ենք թողնելու։ Այս մեջի հանած կորիզն էլ է շատ, նայեք, հիմա նայեք, այս ժամ հիմա մեր մոտերը կոնկրետ Արտաշատում ջրի սեզոնն է եւ բոլորն է դե ծանրաբեռնված են այնտեղ, աշխատուժը շատ քիչ է գտնվում, բայց կան մարդիկ, որ հատուկ աշխատում են ջրանոցներում, տանը տանում են, որ չեն կարողանում գնալ ջրանոցներում աշխատել, տանը տանում են արկղով դեղցը տալիս են, կիլոգրամով են ինչ-որ վարձատրում, ինչքան գիտեմ, եւ մարդիկ իրենց տանը նստած աշխատում են, այսպես դեղցը կտրում են, կլպում են եւ տերերը գալիս են տանում են իրանց դեղցը, կշռում են, կորիզը, կլպածը, նույն քանակությունը ստանում են եւ վերցնում տանում են, մարդիկ են այդպես իրանց տանը նստած գումար են աշխատում, բայց դե հեշտ չի հետևորդներ ջան, շատ դժվար է, օրինակ դեղցը կլպել, մաքրել ու այն ձևի իրանք ավելի շատ խիստ ձևով են մոտենում, որովհետեւ հենց կոնկրետ հատուկ ջրերի համար են զբաղվում եւ պետք է ստանա շատ լավ տեսականի։ Այսպես պատճառը նայեք, հիմա մենք մեր տանը այսպես տան համար ոնց ուզում կլպում ենք, բայց այնտեղ մի քիչ ուրիշ ձև ես վերաբերվում էլի, ամենայն դեպս պատասխանատվությամբ ես մոտենում, ուրիշի համար ես անում, բայց դե աշխատանքը մարդիկ աշխատում են, գումար են ստանում դրա համար ու այդպես։ Մենք արդեն որ 1-2 հանում ես, արդեն սովորում ես, թե ոնց անես։ Լավ է, այսքանը մինչև կլպեմ, երևի մի կես ժամ կտևի կլպելս, այսօր ժամը 6-ին ծնունդի ենք հրավիրված, հետևորդներ ջան, պետք է հասցնեմ, սիրուն անեմ, կրաջրից հանեմ, նոր գնամ ծնունդի, դե չեմ թողնելու, հիմա նայեք, եթե դուք ինչ-որ տեղ ունեք գնալու եւ պետք է թողնեք կրաջրի կամ սոդաջրի մեջ ու գնաք, ապա դա սխալ է, շատ սխալ է, պետք է անպայման 2 ժամը լռանալուց հետո կրաջրից պարտադիր հանեք, թողեք ավելավա հանեք, թողնեք, քան թողնեք կրաջրի մեջ։ Հիմա ես պետք է հասցնեմ աշխատեմ անել, լավ լվանալ հանել կրաջրից, նոր գնալ ծնունդի։ Այդ արանքին մինչև էլ էտ անեմ, հլը դեռ ունեմ խոզուկներին կերակրելու, հավուջիվին կերակրելու, հողում 2 բան ունեմ անելու, դրանք բոլորը պետք է վերջացնեմ, որ կարողանամ հանգիստ խղճով գնալ ծնունդի։ Լավ է լինում, շատ լավն է, սա էլ այն դեղինը, տեսեք գույնը ուրիշ ձևի լավն է։ Էս էլ մեր դեղցի կամպոտը, տեսեք, այսպես դեղցը կտրտել, ինչով? Սիրոպով չենք անում, այսպես շաքարավազը լցնում ենք դեղցի վրա, ջուրը եռացնում եւ լցնում ենք վրա։ Ես մինչ այնտեղ դեղցն եմ կլպում ջրի համար, այստեղ էլ կիսուրս դեղցի կամպոտն է պատրաստում։ Տեսեք, սիրուն լվացել է, այնպես, սիրուն այսպես լվացել շարելա կարմրաթուշ մեր դեղցը։ Սիրուն այսպես կտրատում եւ լցնում է բանկայի մեջ։ Մենք կամպոտներ շատ ենք օգտագործում, շատ ենք խմում, բայց պատկերացրեք այնքան էլ կամպոտ ենք անում, որ մնում էլ է, այդքան խմում ենք ու ինչքան էլ որ մնում է, հələ դեռ ահագին էլ ունենք, չէ՞ կամպոտ անցած տարվանից, հա։ Անցած տարվանից ահագին ունենք։ Սմարոձինա ունենք, մոմ ունենք, մուշ ունենք, լոկարակ տանք չկատենք։ Այդքան էլ դեռ ունենք, բայց հավատացեք ամեն օր էլ մենք կամպոտը խմում ենք, շատ սիրում ենք։
Այստեղ էլ տեսեք գրիշկաները այսպես ջրի մեջ է գցել, որպեսզի սկսի եռալ ինքը, ստերիլիզացման նման բան է, էլի որ նորմալ լինի։ 9 բան կա կամպոտ ենք անելու հերիքա։ Հələ դեռ այնքան բաներ ունենք փակելու, մասուր ենք փակելու, ամենաշատը մասուր ենք սիրում։ Այս տարի անպայման գնալու եմ էլի մասուր կբերեմ, բայց մասուրի պատրաստման process-ը մի քիչ բարդ ու դժվար, այդ process-ներն բոլորը կնկարահանեմ եւ ձեզ ցույց կտամ։ Բայց դե համով է լինում, էլի մասուրը հացով էլ ասենք թե հացը ուտում ես, մասուրի սոկը խմում ես, պատկասեք այդ որ սաղորը կարաս հաց չուտես, շատ լավ է լինում։ Էլ ինչպես միշտ մեր խնամիները մեզ ձմերուկ են նվիրել, տեսեք մի հատ թոմփոլիկը բերել ենք վերև, որ տնենք սառնարան սառի, որ կարողանանք ուտելու։ Այս տարի մեր ձմերուկները, ուտելու բոլոր ձմերուկները ապահովել են մեր խնամիները, դեռ մենք ձմերուկի գումար չենք տվել, դեռ ուտում ենք։ Երեկ էլ որ գնացել ենք, էլի տվեցին, ասում են, վայ, հերիքա, ունենք միևնույնն է, էլի տվեցին մեզ։ Այսքան էլ դեղց է մնացել, այս էլ բանը, մի քիչ կկտրենք, տես կարանք մուրաբա նման սենց անենք, քիչ, ուտվում է, էլի քիչ, տես կանենք, էլ ամառային կամպոտա նման բան կեփենք, խմում ենք, էլի անընդհատ անում ենք։ Վերջ պրծավ։ Հա, ես արդեն են այդ ձեր բան կերմ անցկացեմ, դնեմ արդեն սկսեմ էփելու։ Վերջ։ Ահա հետևորդներ ջան, կլպեցի վերջացրեցի, տեսեք, 2 հատ դույլ է եղել, 2 դույլի մեջ էլ սենց հավասարաչափ սիրուն կլպել եմ և դրել եմ, հիմա ինչ եմ անում, կիր եմ դնում, կիրը ինչ, այսպես, ամեն մի դույլի համար, ես այսպես մի հատ բուր, այսպես մի հատ բռով ես պահում չեմ տարարը, սենց եմ անում, որպեսզի էլ վեդրոները չդատարկեմ, կրաջուրը բռնեմ, լցնեմ, կարող եք այդպես անել, այդպես բռի մեջ լուծում ենք, կիրը, ուսես լավ, տակով գլխով տարածում ենք, մի բուրը տեսակ, լցրեցի մի հատ դույլի, այս դույլերը 10 լիտրանով դույլեր են, հետևորդներ ջան, ու մեջը ինչքան որ կտեղավորվի, այսպես լավ, մի հատ ձեռքդ մտցնում եք տակը, խառնում եք, որպեսզի տակը մնացորդներ չլինի, չնայած ես կիրը ընտրել եմ այն փափուկ կիրը, կոշտը չի, անմիջապես ջրում լուծվում է եւ այդ ավելի հեշտ է լինում։ Հիմա ես վերջացրեցի, նորից հաջորդը, տեսեք, վերցնում եմ այսպիսի բուր, այսպես ջրի մեջ ես պահելով չեմ տարածում, ձեռքերս այսպես շարժելով, մատներս, տեսեք ջրի մեջ արդեն ինքը լուծվեց, սկսում եմ խառնել։ Մի հատ բուրը լրիվ բավական է, մի դույլին։ Անմիջապես սկսվում է պնդանալ, ինչ ոնց եք հասկանում, որ արդեն կիրը գործել է և պնդանում է, ինքը սենց յուրաքանչյուր միշտ մազիկներ ունի, այս մազիկները սենց մի տեսակ ցցվում է, ոնց որ ձգվելու նման նկատում ես, որ կողքերը սկսել է ցցվել, նշանակում է, որ արդեն կիրը գործում է, մի փոքր էլի տակնել, այս սենց խառնեմ, որպեսզի բոլորը խառնվի, ամեն 15-20 րոպեն մեկ գալիս ենք ու մի հատ տակ ու գլուխ, այսպես պտտում ենք, որ վերևիններն իշնեն ներքև, ներքևիններն են վերև, այսպես խառնում ենք, համ կիրն է հնում ջրի երես ակտիվանում է ավելի, պետք է խառնելը միանշանակ պետք է լինելու, անմիջապես քարացնում է, այսպես և թողնում ենք ժամ ու կես, 2 ժամ, ինչքան որ պատահի, 2 ժամից ավել մի թողեք, որովհետև պետք չի շատ ինքը մնա կրաջրի մեջ, 2 ժամը լրիվ նորմալ չափա։ Բավականին կլինի, ջիրը էլի կպատրաստեմ, այնքան եմ պատրաստում, որ մի հատ ջրի ապարատում կարողանամ տեղավորեմ, բայց սա մի քիչ շատ կլինի, ոչինչ, սա կհանեմ, մյուսը կդնեմ։ Երբով թեթև անենք, դեռ շատ գործերել ունենք, պետք է փակոցներ, զակատներ անենք, տարբեր ձևի բաներ, այնպես որ քիչ անենք, որ բոլորից էլ հասցնենք։
Այսքանը այսպես թողնում եմ, թող մնա, կգամ և սկսեմ խառնել։ Կոմպոտներս բխկալով եռում է, 3 ենք անում, այսքան է տեղավորվում, դեք չենք կարողանում գազին դնել մեծ բղինձ, որովհետև ափսոս է մեր գազերը, և նայեք շուշա է ինքը ամբողջությամբ երեսը կվնասվի, էլի դրա համար է այսպես թեթև ենք անում, որ գազը չվնասվի։ Այս 3-ը այստեղ է, 3-ը արդեն փակած, նայեք, մերած է, փակում ենք այսպես, տակ որ մնա, 3-ը եռալու է, եռացման պրոցեսի մեջ են, իսկ 3-ն է հերթի մեջ են, որպեսզի եռան։ Ճիրն էլ արդեն տեսնում եք, դեղցային աշխատանքները լրիվ ավարտեցինք, դե դեղցը ինքը շուտ փափկող հատկություն ունի, դրա համար էլ դեղցը առաջինը արեցինք, որ չփափկի, էլի հիմա նայեք, բադրջանը կարանք 2 օրից հետո խորովենք, խավիար պատրաստենք, ծիծակը կարանք վաղն անենք, պլոլիկը վաղն անենք, բայց դեղցը ինքը որ տաքել է, անմիջապես սկսում է հասնել և լավ հաջող չի լինի, հա, կարող է կամպոտը նորմալ կլինի, ոչ թե կարող է, բայց ջրի համար կոնկրետ չի լինի, այդ իսկ պատճառով էլ առաջնային գործը ճիշտ բաժանեցինք և ընտրեցինք անել դեղցը, համ արագ կլինի, որովհետև այսօր ասացի չէ, ծնունդի ենք, պետք է գնանք ծնունդ, այնպես որ հետևորդներ ջան, կմիանանք ծնունդի վայրից։ Հետևորդներ ջան, տեսեք դեղցը կրաջրից հանել եմ, այսպես լավ սիրուն լվացել, լցրել եմ 2 արկղի մեջ, դրել եմ իրար վրա և թողել եմ մոտավորապես մի քանի ժամ, այսպես մնա, որ ջուրը մեջի լավ ցամաքի, որ դնեմ ծխեցնելու և արկղի տակից ջուրը չկաթա և չհանգցնի ծուխը, դա շատ կարևոր է, անպայման այդպես պետք է անեք, պետք է թողնեք ջրաքամվի, որ ջուր չկաթա և չխանգարի այդ պրոցեսին, երբ որ հասկանում եք, որ արդեն ջուր չունի, էլ կաթալու ցամաքել է լրիվ, նոր կատարելու ենք այդ աշխատանքը։ Հիմա նայեք, տեսնում ենք դեղցը գույնը ինքը այցև կարմիր, դե հանեք ջրից, կրաջրից, թողեք թող մնա, քանի ժամ մի մտածեք, որ գույնը փոխում է, սևանում է, դա կապ չունի, եթե դուք ծխեցնելու եք ծծումբով, ապա գույնը լրիվ վերականգնվում է։ Դրանից հետո էլ հեսա հանելու ենք, էլի լավ լվանանք և բեսոկենք ու թողնենք, որ դուրս գցի շաքարաջուրը, անպայման լավ կլվանաք հետևորդներ ջան, ես կարճ եմ նկարահանելու այդ ընթացքը, որովհետև չեմ սիրում րոպեները այդպես գնա կես ժամ լվալու վրա, այնպես որ լավ լվացեք, նոր անցեք հաջորդ պրոցեսին։ Հիմա պատրաստեմ պրոցեսը, ոնց եմ ծխեցնելու և միանանք։ Ահա սկսում եմ ծխեցման պրոցեսը, տեսեք, այսպիսի բան եմ ընտրել, որ մեջը կամարաձև բան լինի, հեշտ լինի, ինչ եմ անում, հետևորդներ ջան, այսպես փռում ենք, թուղթ ենք դնում, ապա այսպես շաղ եմ տալիս ծծումբը, շատ քիչ ուզես բոլոր տեղերը լինի, որ անընդհատ ինքը հիմա սենց կտարածենք, որպեսզի բոլոր տեղերն էլ լինեն, որպեսզի կրակը բոլոր տեղերից է ծուխ արձակի, փոքր էլ այս մասով լինի, վերջ, լրիվ նորմալ է, ինչ եմ անում, հեսա նայեք,
Ամեն ծայրերից կպցնելու եմ, նոր տեղավորեմ։ Երբ որ հասկանում ենք, որ արդեն բոլոր մասերից կպել է, եւ տեսեք արդեն ծուխը սկսում է արդեն բարձրանալ, ես այսպես, տեսեք, դեղցը այսպես տեղավորում եմ այսպես ծուխի վրա, այսպես, եւ անմիջապես փակում ենք, որպեսզի ծուխը մնա մեջը։ Այսպես ունենք երկարությամբ, որպեսզի փակեմ։ Պինդ փակում ենք, սա բանը սաղ տեղերով փակում ենք, որպեսզի ծուխը ինչքան հնարավորին է կպնի բանի, չրի, ոչ թե դուրս գա մեջից։ Աշխատում ենք անցքեր չթողնենք։ Այնքան ժամանակ, երբ որ հասկանում ենք, որ էլ արդեն ծուխ դուրս չի գալիս։ Ոնց որ վերջ լավ փակվել է, նորմալ է, այսպես, մինչև արդեն որ ծխա վերջանա, ես այդ ընթացքում արդեն ուրիշ գործ կանեմ, մինչև որ վերջանա, անեմ, սիրունդ անեմ, լավ լվանամ եւ պեսոկեմ թողնեմ այնքան ժամանակ, մինչև որ ջուրը սկսում է ինքը դուրս գցել։ Գնամ աշխատանքի գամ, արդեն բանը ժամը 7-ի մոտերը տենց, արդեն կդնեմ եւ վելու հետևորդներ ջան։ Պատրաստեք այս բաղը այս ձևով եւ կտեսնեք, թե ինչքան լավ է ստացվում ձեր ճիրը։ Տեսեք, արդեն ծխեցրեցի, վերջացրեցի, տեսեք ինչ գույն ուներ եւ հիմա ինչ գույն ունի ծխեցված վիճակում։ Տեսեք, ինչ այսպես գույն է ունենալու, հետևորդներ ջան, նոր իրան վերցնելու եք, տեսեք ինչ լավ դեղին է։ Հիմա հեսա սիրուն, լվանամ, լավ տեղը տեղին, տանեմ, պեսոկեմ, այդ պրոցեսները, դե արդեն պեսոկը, օրինակ հետևորդներ ջան, ես ինչու չեմ նշում շաքարավազի չափաբաժինը, որովհետև դուք կարող եք պատրաստել առանց շաքարավազի, լրիվ խամ ճիր, կարող եք մի փոքր գցել, կարող եք ցուկատանը շատ լցնել, կիլոին կիլո ցուկատի դեպքում կշռում եք միրգը, այդքան էլ շաքարավազ եւ ցուկատ է լինում։ Ուղակի հետևորդներ ջան, ես չեմ նշում, որովհետեւ թողնում եմ ըստ ձեր ճաշակի, ըստ ձեր ցանկության, ինչ ձև ուզում եք այնպես էլ պատրաստեք։ Ես արդեն եփելու ընթացքը process-ը անպայման կնկարահանեմ եւ ձեզ ցույց կտամ իմ շատ սիրելի ակտիվ լավ, շատ լավ հետևորդներ ջան։ Ահա, տեսեք, այ այսպես պեսոկել եմ հետևորդներ ջան, ասեն շերտ, տակնել եմ լցրել շաքարավազը, շարել եմ վրան մի քիչ եմ լցրել, ասեն շերտ, իրան այ այսպես, այսպես մեծ ամանի մեծ, սիրուն, պեսոկել թողել եմ, հիմա գնամ աշխատանքի եւ վերադառնամ, արդեն շաքարավազը լրիվ հալված կլինի, կարող է եւ լրիվ հալվածը չլինի, վրան շաքարավազ, տակը մի քիչ ջուր լինի, ոչ մի խնդիր, նման ձևով էլ ենք դնում եփվելու, դա չի խանգարում, կաղմաց դնում եք, ինքը աստիճանաբար հալվում է եւ դառնում է նույն սիրոպը։ Այնպես որ հետևորդներ ջան, գնամ եւ վերադառնամ,
ու անպայման ձեզ ցույց եմ տալու, թե ինչպես եմ ես այնթադ իրան խառնում, ինչ տեսակի եմ եփում, երբ եմ հասկանում, որ արդեն պատրաստ է եւ պետք է ավելացնեմ լիմոնի աղը, ու այսպես հազար տեսակի նրբություններ, որոնք կապ ունեն ստանալու արդար, թափանցիկ, հրաշալի, դեղին արտակարգ ճիր, հետևորդներ ջան։ Այսքանը, եթե հանկարծ ինչ-որ մեկը մտածում է, որ դա վայ ծծումբի ծուխը տվեցինք, դա հենց շրի համար նախատեսված ծուխ է, հետևորդներ ջան, դա ջրում չի լուծվում այդ քկուրդը, դա հենց ինքը բնական չրերի համար է նախատեսված, այնպես որ կարող եք օգտագործել, հանգիստ լինել, ես ինքս օգտագործում եմ, ուտում են մեր երեխաները, օգտվում են իմ հարազատները, այնպես որ հետևորդներ ջան, արեք այնպես, ինչպես որ խորհուրդ եմ տալի ու կտեսնեք, որ ստացվում է արտակարգ։ Տեսեք, արդեն բավականին սոկը դուրս է գցել, մի հատ այսպես թեքեմ, տեսեք սոկը ինչքան է հավաքվել, այսպես թեքեմ, տեսեք ոնց է գալիս սոկը, արդեն բավականին հալվել է, մի քիչ տեղա նայեք, որ պեսոկը մնացել է, մի փոքր տեղ է, բայց դա չի խանգարում, հիմա որ ես դնեմ եփվելու, դա պեսոկը եփվելու ընթացքում կհալվի ու հետը նորմալ կլինի, տեսնում եք ինչքան ժամանակ է այսենց պեսոկած թողել եմ, բայց ինքը գույնը ինձ ձև է պահպանում դեղին, հիմա հեսա որ կեփեմ, դուք էլ կտեսնեք, թե ինքը խունկի նման գույն է ունենում ու շատ հաջող է լինում, փայլուն, սիրուն, պլպլան ճիր է լինում, հիմա հեսա տեղափոխեմ գազօջախին և արդեն եռման, խառնելու ընթացքը, պատրաստման ձևը, ամեն ինչը, թե ոնց եմ խառնում, ինչքան ժամանակ պետք է եփվի, այդ ամեն ինչը մանրակրկիտ ձեզ ցույց կտամ։ Ահա, տեսնում եք, արդեն եռը եկավ, այսպես տեսնում ես, ինչ բղբղկալով եռում է, ձեռք չեմ տալիս մի 2-3 րոպե, թող այսպես մի տակի ռյադը սկսի ինքը եռալ, մի քիչ թուլանալ, հետո կսկսեմ արդեն խառնել, որ տեսնում եք այսպես եռում է, գույնը փոխել է, բան մի խուճապի մատնվեք եւ մի մտածեք, որ վայ կարող է էփի լղկվի, ոչ, ճիրը պետք է եփվի նորմալ, մուրաբայի նման, այդ տեսակ պետք է եփվի, շուռումուռ տալով հասկանում ես, որ արդեն տեսնում ես ինքը պատրաստ է, արդեն ոսկե sense մի տեսակ փայլ է գալիս վրան եւ դու այդ իր փափկությունից, այդ իր փայլից անմիջապես հասկանում ես, որ պատրաստ է։ Այսպես մի փոքր, sense տեսեք, տակու գլուխ եմ անում, sense տեղաշարժելով, sense հանգիստ, որ մեկը մյուսին չվնասի։ Տակինները հանում եմ վերև։ Տեսեք, տակինները հանեմ, ներքևինները արդեն հետ են, ահա։ Այսպես, որ մեկը շատ չլղկվի, մյուսը մնա։ Հիմա էլ այս մեկ ուղղությամբ անեմ, ու մնաց այս մի ուղղությամբ էլ խառնեմ ու տեսեք արդեն լրիվ սիրուն տեղաշարժվեցին ու այսպես կրկնում ենք ամեն 2-3 րոպեն մեկ, որպեսզի տակինն էլ ինքը չհասցնի լղկվի, իսկ վերևինը մնա չոր վիճակը, տեսեք արդեն փայլ է գալիս վրան, մի հատ յուրահատուկ փայլ է գալիս, երբ որ սկսում է ինքը արդեն մոտենալ եւ ֆելուն, բայց դե հələ բավականին ունենք, ինչ եռա, մի տեսնեմ լիմոնի աղ ունենք, այո, եւ լիմոնի աղի հետ կապված մի բան կուզեմ ձեզ ասել, հետևորդներ ջան, ուրեմն լիմոնի աղը ես վերցել էի կիլոգրամով ունեի եւ պաշկայով ունեի լիմոնի աղ։ Իմ մտածելով, որ վերցել եմ կիլոգրամովը, ավելի որակյալ կլինի, ավելի թանկ եմ վճարել, արեք ու տեսեք, որ այդքան թթվայնություն չունի։ Նախորդ չրին մի քիչ այդ կիլոգրամով լիմոնի աղից էի լցրել, պատկերացրեք, որ ես նկատում էի, որ կարող է շաքարակալի սպիտակ բաներ երևում, եւ մի քանի անգամ փորձելուց հետո հասկացա, որ կիլոգրամով լիմոնի աղը շատ վատ որակի է, իսկ երբ որ տուփով եմ գնել, այդ տուփինը, պատկերացրեք դրա կեսն եմ գցում, ինչ որ կիլոգրամինը,
եւ ավելի լավ, փայլուն եւ չի թողնում ընդհանրապես սպիտակի, այնպես որ հետևորդներ ջան, իմ խորհուրդը ձեզ, եթե վերցնում եւ ընտրում եք լիմոնի աղ, վերցրեք տուփովը, կիլոգրամովը ես վերցրել եմ եւ շատ վատ է ստացվել։ Սա կիշլա բղկալով երում է, արդեն փայլը նկատեցիք, թե ինձ սիրուն լավ փայլում է։ Մի հատ էլ կխառնենք, տեսենք, ամեն 2 րոպե, մեկ հեսա, որ արդեն ինքը մի փոքրիկ թուլանա, մի փոքրիկ, արդեն լավ հավեսին կտեղավորվի ու նորմալ կլինի ավելի։ Ես մեծ դեղցին սեն շուռ տամ և տեղավորեմ սոկի մեջ, տեսակ տեղավորեցի։ Տեսեք կրի արդյունքն է, ես իմ այսպես խառնում եմ, իրան այսպես խառնում եմ ու ոչինչ չի լինում, տեսնում եք, թե ինչ սաղլամ առանց վնասվածքների, դա կրի հետևանքն է հետևորդներ ջան, իսկ եթե առանցքիր դնելու անե, ես իրան սենց չէի կարողանալու խառնել, հավատացեք չէի կարողանալու, լրիվ լղկվելու էր անմիջապես, մի հատ եռից հետո, համար ամեն ինչը կապ ունի, որ կիրը դրվի, որ նորմալ լինի, որ եփվի և չլղկվի, պահպանի իդեալական տեսք։ Հիմա մոտավորապես հələ դեռ մի 5 րոպե ավելել, 5 րոպե դաժե մի փոքր է ավել, պետք է եփվի, հետո նոր արդեն վերջի եռին լիմոնի աղ կլցնեմ, լիմոնի աղ լցնելու ժամանակ լրիվ ցույց կտամ։ Հա տեսեք, թե արդեն ինձ ձև է եռում, պղպճակները տեսեք ինձ ձև է մանրացել, դա նշանակում է, որ արդեն մոտ է, երբ որ տեսնում եք, որ այսպես պղպճակները տեսնում եք, այսպես մանր է սկսում եռալ, նշանակում է արդեն սիրոպը թանձրանում է և մոտ է եփմանը, արդեն գույնից էլ է երևում, տեսեք, որ արդեն եփվել է, նորմալ վիճակ է։ Հեսա լիմոնի աղը ավելացնեմ, մի հատ խառնեմ։ Շատ սիրում եմ դեղցի ճիրը, շատ, թե պատրաստման պրոցեսն եմ շատ սիրում հենց դեղցի ճրի, թե հենց դեղցի ճիրը շատ համով է ստացում և արտակարգ է լինում, բերանիդ մեջ հալվող ճիր է լինում։ Տեսնում եք ինչ լավ եռ է գալիս։ Արդեն լրիվ նորմալ վիճակ է։ Արդեն ես եռի ձևից էլ եմ հասկանում, արդեն դա դու պատրաստման պրոցեսն էլ էլի, պետք է հնտեսեք փափկել է, ստուգում եմ արդեն ինքը լավ փափուկ է։ Տեսակ ես ոչ մի գրամ ջուր չեմ ավելացնում, իրա սոկը այնքան, տեսեք ինչքան է դուրս գալիս, որ այսպես ինչքան ժամանակ է եռում է, առանց խնդիր այսպես եռում է, տեսեք ինչքան սոկ կա մեջել են, տեսեք։ Հիմա լիմոնի աղը, տեսեք վերցնում եմ, այսպես տուփով եմ վերցնում լիմոնի աղը, կիլոգրամովը նշեցի, որ ունեմ, բայց չեմ բանանելու։ Տեսեք այսպեսի մի հատ թեյ գտալ, սենց տարբեր տեղերում լցնում եմ, բայց սա քիչ եմ այդքանի համար, մի քիչ էլ ենք ավելացնում, թող լինի 2 հատ, որ նորմալ լինի, չշաքարակալի, չէ որ մեջը ընդհանրապես ջուր չկա, լրիվ շաքարավազով է և շաքարակալելու հատկությունը կարող է 100%-ով լինել, դրա համար էլ նախորոք այսպես լիմոնի աղը տեսակ լցրեցի և այսպես լուծեցի, խառնեցի, որպեսզի բոլոր ուղղությունները այսպես տարածվի։ Լիմոնի աղից հետո մի հատ յուրահատուկ փայլ է առաջանում, նայեք, հենց լիմոնի աղը լցնում եք, այսպես սկսում է ամբողջ ճիրը յուրահատուկ փայլ ունենալ։ Տեսեք, դուք էլ կնկատեք այդ փայլը, դա լիմոնի աղի արդյունքն է։ Թողնում ենք լիմոնի աղով
2-ից 3 րոպե եռա, որպեսզի լիմոնի աղը լուծվի եւ իր հատկությունը ազդի։ Չենք լցնում ու անմիջապես անջատում, ապա լիմոնի աղը չի հասցնի եռալ եւ իր ազդեցությունը գործել, որպեսզի չշաքարակալի։ Դրա համար էլ 2-ից 3 րոպե թողնում ենք լիմոնի աղով եւ եռա։ Անջատելուց հետո չենք վռազում, մեջից չենք հանում շուտ, այլ թողնում ենք, որ մեջը այն աստիճանի հովանա, որ լրիվ սառը վիճակ լինի, որ դու անգամ ձեռքով էլ կանաս մեջից հանես եւ փռես։ Դե ես ապարատի մեջ եմ չորացնում, հետևորդներ ջան, հանելու եմ, լցնելու եմ պլավ քամի մեջ, որպեսզի քամվի, սիրոպը չհավաքվի ջրի ապարատի մեջ եւ չվնասի ապարատը։ Թողնելու եմ մեջը, որպեսզի նորմալ լինի, տեղը տեղին սոկն է քաշի մեջը ու լրիվ արտակարգ կլինի։ Տեսեք հələ մի հատ ինչ մի հատ հատիկ եմ հանել, հələ մի հատ տեսեք ինչ հաստություն ունի, ինչ լավն է։ Լրիվ վերջն է։ Շատ լավ է, շատ։ Վերջ, անջատում ենք եւ թողնում ենք մեջը լրիվ հովանա, իսկ եթե ուզում եք, որ ցուկատ լինի, շիրայով եք, նկատի ունեմ, սիրում եք, ապա սոկով եք լցնում սկուտերների մեջ եւ դնում եք չորանալու եւ անընդհատ ամեն առավոտ իրիկուն կեսօր շուռումուռ եք տալի սոկի մեջ եւ սոկը քաշելով մեջը չորանում եւ դառնում է ցուկատ։ Իսկ ովքեր որ չեն ուզում, որ շատ լինի, ապա թողնում են քամվումա, փռում չորանում են, ինձ ձև ուզում եք, այնպես էլ կարող եք պատրաստել։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսքանը մնացեք Աստծով։ Հետևորդներ ջան, տեսեք արդեն դեղցի ճիրը, արդեն հանել եմ սիրոպի մեջից, տեսեք, այսպես պլավքամի մեջ լցրել եմ, դրել եմ, որ մեջից սոկը գնա եւ չխանգարի, որպեսզի դնեմ ապարատի մեջ։ Եթե ես ջրալի բան դնեմ, ապա ամբողջությամբ լցվում է ապարատի տակը, որտեղ աշխատում է մատորը, գնում լցվում է արանքը եւ չի թողնում աշխատի, լռվում է եւ լավ չի լինում, այնպես որ ովքեր որ օգտվում են նման տեսակի ապարատներից, ապա խորհուրդ կտամ, որ նախորոք ցամաքացնել ճիրը, նոր դնել մեջը, որ խնդիր չառաջանա։ Իսկ հիմա հերթով սիրուն դասավորելով գամ։ Այսպես, հերթականության, այսենց, տեսեք, սիրուն շարում եմ, բայց հաստատ մի հատ ապարատից շատ է լինելու, ինձ տենց է թվում, որովհետև ինքը խոշոր է լավ, մի հատ տեսեք ինչ ձևապահել է, խոշորոտ է, շատ հաջող է ստացվել, շատ թե գույնը, թե չափերը նորմալ է պահպանվել, կա որ եփում փոքրանում է կամ բան, բայց ես շատ լավ պահպանել է չափերը, այսպես հետո հերթով շարենք 5 դարակ է, տեսնենք ոնց կլինի, այդ տեսեք ինչ լավ է մնացել, սա հետևորդներ ջան, կրի արդյունքն է, ես էլի եմ զգուշացնում, որ պարտադիր գիր դրեք, ճիշտ է, սոդայաջուր ասեցի դնելու, բայց կրի նման էֆեկտ չի տալիս, ընտրությունը ձերն է, դուք որ ցանկանում եք նայել արեք, բայց ես նախընտրում եմ գիրը։ Լավ թափով ճրեր են լնելու։ Հետո ընթացքում արդեն մի քանի ժամ աշխատելուց հետո կարողանում ես մեջից հանել, փոխել տեղերը էլի, տակինը հանել վերև, վերևինը իջացնել ներքև, փոխում ես, որպեսզի շուտ չորանա, էլի, պիտի մի քիչ էլ դու օգնես, որ արագ լինի։ Այսպես, մի քանի հատիկ ինձ թվում է կավելանա,
Ոչինչ, ոչ մի խնդիր, կդնեմ սինիի մեջ կմնա, մինչև որ չորանա հանեմ տեղափոխեմ։ Ջերմաստիճանը դնում եմ ամենաբարձր ջերմաստիճանի վրա, ինչքան է, մինչև ջերմաստիճանը 70 է այստեղ տված, ամենաբարձրին էլ դնում եմ։ Ես էլ էսպես անեմ, վերջի շարքն եմ, վերջի շարքն էլ շարեմ։ Հիմա տեսնեմ, եթե քիչ է մնում, կարելի է դնել վերջի շարքն է, մի քիչ դնեմ իրար կողքիպ, չի խանգարի։ Որ մեկ էլ բան չլինի, բայց մտածում եմ, որ կարող է խանգարի։ Դե լավ։ Այսինքն իրար վրա որ դնեմ ինչ պետք է լինի, մի քիչ չորանում ցամաքում է, կտեղափոխեմ, ոչ մի խնդիր։ Մեկը գրիշկա որ դնենք, լրիվ տեղավորեցի, տեսակ։ Ամբողջությամբ տեղավորվեց։ Տեղափոխեմ։ Այսպես և դրանը փակեմ և տանեմ, դնեմ, միացնեմ, թողնեմ, որպեսզի չորանա։ Հանում շուռումուռ ենք տալի, պատրաստի